հոգևոր ճամբարը այսօրվա տոնի կապակցությամբ մեր սիրելի հանդիսականների համար պատրաստել է միջոցառում, նվիրված 5 տաղավար տոներից մեկին, որը կոչվում է Հիսուս Քրիստոսի պայծառակերպություն կամ Վարդավառ։ Հիսուս Քրիստոսի պայծառակերպության կամ այլակերպության տոնը Հայաստանյան առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից է։ Այն հիշատակություն է Հիսուսի Թաբոր լեռան վրա իր 3 աշակերտներին աստվածային փառքով երևման, որը նկարագրում են ավետարանները։ Մի օր Հիսուսն իր աշակերտներին սկսեց ասել, որ ինքը պիտի Երուսաղեմում մեռնի։ Աշակերտների համար շատ ծանր էր այդ լսել, որովհետև նրանց երազում էին իրեն թագավոր հռչակել։ Նրանց սիրտը տխրությամբ լցվեց, երբ Տերն ասաց, որ ինքը պիտի գնա Երուսաղեմ, այնտեղ պիտի շատ տանջվի քաղաքների, քահանաների և տպիրների ձեռքին, պիտի սպանվի և 3-րդ օրը հարություն առնի։ Աշակերտների չէր մշտական Քրիստոսի հարություն առնելու միտքը, որովհետև նրանք դեռ չէին հասկանում։ Մի քանի օր հետո Հիսուս վարձեց Պետրոսին, Հակոբին և Հովհաննեսին։ Տարավ բարձր ծառի վրա ու նրանց աչքի առաջ աջակերպվեց։ Դեմքը արևի պես պայծառացավ, հագուստը լույսի պես փայլուն դարձավ։ Հանկարծ Մովսեսը հայտնվեց ու զրուցել սկսեց նրա հետ, այն մասին, թե ինչ պետք է անի Երուսաղեմում։ Տվեք միկրոֆոնը։ Մարդու որդին պետք է տանջվի, խաչվի և 3-րդ օրը հարություն առնի։ Այդ ժամանակ Պետրոսը Հիսուսին ասաց. Լավ կլինի, եթե այստեղ մնանք, եթե ուզում ես 3 հատ տաղավար շինենք, մեկը քեզ, մեկը Մովսեսին, մեկն էլ Եղիային։ Պետրոսն այդ ասաց, որովհետև չգիտեր վախից ինչ անի։ Երբ նա դեռ խոսում էր, մի լուսավոր ամպ կախվեց իրենց վրա ու ամպի միջից մի ձայն ասաց. Սա իմ սիրելի որդի, որին հավանել եմ, լսեցեք նրան։ Ձայնը լսելով աշակերտները երեսնիվայր ընկան ու շատ վախեցան։ Մի վախեցեք, վեր կացեք։ Նրանք աչքերը վեր բարձրացրին, ոչ ոքի չտեսան բացի Հիսուսից։ Երբ սարից իջնում էր Հիսուսը, նրանց արգելեց իրենց տեսածի մասին որևէ մեկին ասել։ Ոչ ոքի մեկ պատմեք այս տեսածի և լսածի մասին, մինչև մարդու որդին մեռելներից հարություն առնի։ Պայծառակերպության տոնի ժամանակ ժողովրդական սովորություններից է միմյանց վրա ջուր ցողելը և աղավնիներ բաց թողնելը։ Հնում ջուրը խորհրդանշել է մաքրության և բերության միջոց և ըստ այդմ եղել է պաշտպանմունքի առարկա։ Այն գործածվել է հմայության ու գուշակության ժամանակ, ինչպես նաև ծառայել է որպես դևերին ու չար ոգիներին հեռացնելու միջոց։ Միմյանց վրա ջուր ցողելը, աղավնիներ բաց թողնելը խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն։ Այն հնում կապվել է Աստղիկի պաշտամունքի հետ, որովհետև արևելքում Աստղիկը ճանաչվում էր Նոյի դուստր։ Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչը Աստվածորդու փառքի երևման առիթով մեծ ուրախության արտահայտությունն է։ Տոնը հայտնի է նաև Վարդավառ ժողովրդական անունով։ Այն հավանաբար գալիս է միմյանց վրա վարդաջուր սրսկելու սովորությունից, որը հետագայում փոխվել է սովորական ջուր սրսկելու սովորությամբ։ Գրիգոր Տաթևացին տոնի Վարդավառ անունը բացատրում է Հիսուսի վարդի հետ համեմատությամբ, ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով երևում է բոլորին, այնպես էլ Հիսուսը մինչև այլակերպություն իր մեջ կրում է աստվածային պայծառակերպությունը և պայծառակերպվելով հայտնեց իր աստվածությունը։ Գրիգոր Տաթևացին վարդի 4 գունեանքները կանաչ, կարմիր, սպիտակ դեղին համեմատում է դեղինը Քրիստոսի անմեղության, սպիտակը աստվածության, կարմիրը խաչի վրա հեղեղված արյամբ և կանաչը նրա հասակի գեղեցկության հետ։ Պայծառակերպության տոնը հայ եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնից 14 կամ հոգեգալուստից 7 շաբաթ հետո, Կիրակի օրը։ Չնայած Հիսուսի պայծառակերպությունը կատարվեց նրա հարությունից առաջ,
Սակայն տոնը նշվում է հարության տոնից հետո, համաձայն Հիսուսի առաքյալներին տված պատվիրանի, չհայտնել իր այլակերպության մասին մինչև խաչելություն և հարություն։ Տոնը կարող է հանդիպել հունիսի 27-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Այդ օրը երեխաներ և երիտասարդներ շրջում են գյուղով մեկ ջանգյուլում, երգում և արտասանում։ Վարդավարին մենք տոնում ենք Թավոժ լեռան մեծ հրաշքը։ Ու բերկրանքով կատարում ենք ավանդական մեծ ծեսը։ Մենք դնում են այդտեղեցի մասնակցելու սուպատը։ Պահպանում ենք մեր բարքերը մասնակցելու ջրախաղի։ Հավերժ տոնենք մենք տաղավար 5 տոները, ծնունդ, զատիկ, վարդավար ու աստվածածին և խաշվերած շատ թանկագին։ Հաջորդ օրերն այս տոների հիշատակն են ընջեցելով սուրբ պատարագ ենք մատություն և շիիններն են օգնում։ Այս կողմ եկեք, այս կողմ, ստեղ մոտիկ կանգնեք, եկեք այս են սխալ ուղությամբ, եկեք, այս կողմ։ Մարգահողիկը բարձր տեղը, ջանգյուլում ջան, ջուրը հիվանդին տեղը, ջան, ծառիկ ջան, սիրացի չեն տա, ջանգյուլում ջան, էս ինչ անիրավ եղա, ջան, ծառիկ ջան։ Կանգնեք ձեր տեղը, այնտեղ հետևը շարվեք։ Քրիստոսի պայծառակերպության տոնի խորհուրդը հաստատելով ճշմարտությունը, որ Հիսուսն Աստծո սիրելի որդին է, Աստծո պատվերն է, դրան լսեցեք։ Առաքյալներին ուղղված այս խոսքը պատկամ է մարդկային բոլոր սերունդների, բոլոր ժամանակներում։ Սա է պայծառակերպության տոնի թելադրանքը, դրա խորհրդի բանալին, սիրել Աստծուն, լսել նրա պատվիրանները, հետևել դրանց, կյանքի վերածել նրա պատգամները, որոնք մարդկանց երջանկության և ժողովուրդների խաղաղության գրավականն են, Աստծո կամքով ընթանալու զորավոր ու անշեղբ միջոցը, մշտական աղոթքն է, զրույցը նրա հետ, որով լուսավորվում և այլակերպվում է մշտական, պայծառակերպվում է մարդու հոգին, վերստանալով իր աստվածային պատվերը և մասնակից լինելով Հիսուսի սքանչելի այլակերպությանը։ Եվ եթե առաքյալները տեսան նրա փառքը կիսաբաց աչքերով, մի կարճ ժամանակահատված ցնծալով և միայն Մովսեսի ու Եղիայի հետ, ապա աղոթքով ու մեր պատվիրանապահությամբ կարող ենք հուսալ տեսնելու Աստծուն բյուրավոր հրեշտակներով շրջապատված։ Կարող ենք հուսալ տեսնելու Աստծուն բյուրավոր հրեշտակներով շրջապատված, հարատև բերկրանքի ու ցնծության պայծառության մեջ և մշտապես խոսակից նրա հետ, ինչպես Պողոս առաքյալն է ասում, և մենք բոլորս բաց երեսով տեսնելով Տիրոջ փառքը, ինչպես հայլու մեջ, նույն պատկերով ենք նորոգվում փառքից փառք, որպես թե Տիրոջ։